Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ շատ հետաքրքիր թեմայի մասին ենք հիմա զրուցելու։ Սյունիքը զբոսաշրջային մեծ ներուժ ունի, որը սակայն ամբողջ ծավալով բացահայտված ու իրացված չէ։ Գաստրոքեմփ Կապան 2025-ի նպատակը հենց դա է՝ բացահայտել Սյունիքի ներուժը։ Մայիսի 28-ից 31-ը Կապանում տեղի կունենա Գաստրոքեմփ Կապան 2025 եզրափակիչ միջոցառման առաջին փուլը։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Անի Անտոնյանը, Գաստրոքեմփ Արմենիա նախագծի PR ղեկավարը, եւ իհարկե Վահան Գասպարյանը, գինու փորձագետ, սոմելիե Գաստրոքեմփ Արմենիա նախագծի փորձագետ։ Բարի լույս, բարի լույս։ Ո՞նցեք։ Հիանալի։ Շատ լավ, մենք բազմիցս խոսել ենք Գաստրոքեմփի մասին, դուք բազմիցս մեզ մոտ հյուր եք եղել։ Բայց մի բան հարցնեմ նոր ասելի, գինին առավոտյան խորհուրդ տրվում է։ Ինչու ոչ, sparkling փրփրուն գինները այո կարելի է։ Ահա, հրաշալի է։ Շատ լավ։ Հիմա եկանք հասանք ոնց որ թե այս ամենի եզրափակմանը, հանգուցալուծմանը։ Ինչ է նախատեսվում, ինչպես կգնահատեք ճանապարհը, ինչ ձեռքբերումներ եղան այս ընթացքում։ Շնորհակալություն եւս մեկ անգամ հերթական անգամ ես հյուրընկալելու համար, որովհետեւ մենք արդեն ձեզ ընկալում ենք որպես մեր հուսալի գործընկեր, մեդիա գործընկեր, քանի որ մեր համատեղ աշխատանքի ընթացքում մենք կարողացանք այս ողջ միջոցառումների շարքը շատ լավ լուսաբանել։ Ինչպես հիշում եք, 2024 թվականի սեպտեմբերից մեկնարկեցին մեր նախագծերը Գաստրոքեմփ Կապանի շրջանակներում, Արի Կապան խորագրով ցուցահանդեսներն են, Արի Կապան ինքնաթիռով ցուցահանդեսը եւ բիզնես տուր տեղի ունեցավ դեպի Երևան։ Մենք միասին վերջերս ամփոփեցինք Storm աշխատաժողովը եւ արդեն Storm աշխատաժողովի արդյունքներում մենք ունենք այն գիտական կոնցեպտը, այն գիտական հիմքը, որով հասնում ենք կուլմինացիային, հասնում ենք մեր վերջին եզրափակիչ միջոցառումներին։ Առաջին փուլը մայիսին է տեղի ունենալու, մայիսի 29-ից 31-ը Կապանը վերածվելու է հոռեկա ոլորտի վարպետաց դասերի եւ դասընթացների կենտրոն։ Մեզ միացել են հոյակապ փորձագետներ, հոյակապ մասնագետներ, որոնք Կապանում իրականացնելու են նմանը չունեցող աննախադեպ ձևաչափի դասընթացներ եւ վարպետաց դասեր։ Պատկերացրեք, Կապանում միանգամից 3 հարթակներում մեկնարկելու են դասընթացներ, Երևանից Կապան մենք տեղափոխում ենք պրոֆեսիոնալ խոհարարական սարքավորումներ եւ հավաքվելու է հենց մշակույթի կենտրոնի ներքին բակում հավաքվելու է խոհանոց, դրսում խոհարարները ներկայացնելու են վարպետաց դասեր, հետաքրքիր դասընթացներ տեղի մասնագետների համար եւ այն բոլոր մասնագետների համար Հայաստանի տարբեր անկյուններից, ովքեր կցանկանան գալ Կապան եւ այդ օրերը վայելել։ Միաժամանակ մասնագետները իրականացնելու են վարպետաց դասեր տարբեր թեմաներով՝ գինի, խոհանոց, լուսանկարչություն, ռեստորանային PR, մարքեթինգ եւ այս դասընթացների ամբողջականությունը, այսպես ասած, պատրաստում է Կապանը վերջին երկրորդ փուլին, վերջին միջոցառման երկրորդ փուլին, հունիսին, արդեն հունիսի 11-ից 15-ը տեղի կունենա շեֆ խոհարարների էքսպեդիցիա Կապանում։ Ժամանելու են Միշլենյան աստղեր ունեցող հանրաճանաչ լավագույն ռեստորանների ներկայացուցիչներ շուրջ 5 երկրից եւ նրանք Կապանի հարակից համայնքներում իրականացնելու են էքսպեդիցիա։ Տնից տուն մտնելով, գյուղից գյուղ գնալով, կարծես այն մոռացված եւ տատիկների այն արկղում պահպանված գանձերն են վերհանելու։ Այդ ավանդական բաղադրատոմսերը մշակելու են, ուսումնասիրելու են եւ հունիսի 15-ին մենք իրականացնելու ենք գեղեցիկ, շատ տոնական եւ պատվավոր ընթրիք Կապանի գեղատեսիլ վայրերից մեկում, բնության գրկում մատուցվելու է հենց այդ պատվավոր ընթրիքը կապանյան բաղադրատոմսերով եւ բոլոր նրանք, ովքեր կցանկանան մասը դառնալ այդ մեծ տոնի, հրավիրում ենք, հետևեք մեր էջերին, Գաստրոքեմփի էջերին, շուտով կտեղադրենք մանրամասներ եւ տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել։ Վաու, լավ է, հետաքրքիր է լինելու։ Վանջան, նախ միջոցառման մասին ձեր տեսակետը, կարծիքը եւ ձեր արդեն գործառույթը այստեղ է ամեն ինչի մեջ։ Շատ լավ, երևի թե մի քանի ամիս առաջ եմ իմացել ինչա տեղի ունենալու, Գաստրոքեմփին իրականում ծանոթեի մի քանի տարի, ինչ ծանոթեի տարբեր մարզերում կատարել են որոշակի աշխատանքներ, Կապանի նախագծին տեղյակ եմ եղել մոտ 3 ամիս առաջ։ Ինչի համար համաձայնվեցի կամ ինչի համար ինձ դուր եկավ այդ ամեն ինչը, ասեմ, որովհետև ինչպես հայրենասեր ինձ համար շատ կարևոր է Հայաստանի հարավային դարպասների ամրությունը, եւ ես ենթադրեցի, որ այո, իմ փոքրիկ ներդրումը ես կարող եմ ունենալ եւ
ինչու ոչ սա հիանալի նախագիծ է ունենալու իմ ներդրումը այնտեղ, որպեսզի գինու մշակույթը, մենք գիտենք, որ Հայաստանը պատմական գինու հայրենիք է, դրա տարածվելուն նպաստել եւ փորձել մարդկանց ինչ-ինչ ձև ուղղորդել, որպեսզի կարողանան ամեն օր փորձեն ու խմեն գինի։ Դա ինձ համար առաջնային երևի թե կարևորությունն էր, այդ իսկ պատճառով ես համաձայնվեցի այս նախագծին։ Ունենալ ենք մի քանի վարպետաց դասեր կապված գինու մշակույթի, հայկական գինու ռեգիոնների, ինչ տեղացին խաղողի սորտեր ունենք, դրանց տարածմանը, ինչպես կարելի է դրանցից պատրաստել գինի, վայելել գինի, օրվա որ ժամերին ինչ գինի պետք է խմել, որը եւս կարծում եմ շատ կարեւոր է, ունենալ ենք գինու դերը ռեստորանային բիզնեսում։ Դա կօգնի, կարծում եմ, բոլոր այն զբոսաշրջիկներին, ովքեր ուղղակի ունեն մի քանի ժամ կամ 1 ժամ ժամանակ, պետք է մտնեն ինչ-որ ռեստորան, համտեսեն ուտես, դրա հետ կարելի է համադրել 1 բաժակ գինի ու շարունակել ճանապարհը։ Այդպես մենք կփորձենք մեր ներդրումն ունենալ այս հիանալի պրոյեկտում։ Օգտվելով առիթից, եթե դեմ չեք, հիմա ձեր մասնագիտական գիտելիքներից մի փոքր կիսվեք նաև մեզ հետ, օրվա որ ժամերին որ գինիներն են ավելի հարմար, ինձ օրինակ սա շատ հետաքրքրեց։ Իրականում կարելի է սկսել խմել առավոտվանից, ինչպես նշեցի, փրփրուն գինիներից սկսել, օրվա երկրորդ կեսին կարելի է խմել ռոզե կամ սպիտակ, մատուցվում են շատ ծառը ջերմաստիճանում, 6-ից 8-ը, եւ երեկոյան իհարկե կարելի է խմել բոլորը, վերջում ավարտելով կարմիրով կամ դեսերտային գինիներով։ Դե եթե այդ գինիներն էլ վայելում է Սյունիքի լեռներում, այն բարձր, այո, վայրում դա հիանալի է։ Հա, ինչպես կգնահատեք ճանապարհը, որ այս ամբողջ ընթացքում անցավ գաստրոկեմպը։ Ինչպես գիտեք, մենք իրականացրեցինք շատ լայնածավալ PR արշավ։ Այն բոլոր նախագծերն ու միջոցառումները, որոնք իրականացրեցինք մինչ այս, միտված էին կապանի մասին խոսելու հնարավորություն ստեղծելուն։ Այսինքն մենք Արի կապան ցուցահանդեսների միջոցով կարողացանք թե մամուլի հետ հաղորդակցվել, թե մարդկանց նախապատրաստել այս մեծ միջոցառմանը։ Հարկ եմ համարում նշել, որ մենք փորձեցինք ներկայացնել կապանը որպես եւ բիզնես կենտրոն, եւ զբոսաշրջային կենտրոն։ Մենք ընդգծում ենք, որ կապան ունի բավականին լավ բիզնես հնարավորություններ եւ պատրաստ է նաեւ դառնալ զբոսաշրջային կենտրոն։ Եվ այն գիտական աշխատանքը, որը իրականացրինք այս ընթացքում, միտված էր ոչ նյութական ժառանգությունը վերհանելուն։ Մեր մասնագետները պատմաբաններից մինչև մարքետոլոգներ միավորվեցին կապանում, նրանք իրականացրին մեծ աշխատանք գիտաժողով եւ այսպես քվեստ հարցերի միջոցով, արդեն նախապես հարցերի միջոցով կարողացան վերհանել այն կարևոր ավանդույթները, այն կարևոր խոհարարական ավանդույթները, պատմական ավանդույթները, որոնք կհետաքրքրեն զբոսաշրջիկներին եւ այդ քարտեզը գծեցին, որով մենք անցնելու ենք այդ էքսպեդիցիան, որ լինելու է հունիսին եւ շեֆ խոհարարներ աշխարհի տարբեր անկյուններից գալու են, նրանք անցնելու են արդեն գիտական այս կոնցեպտի հիման վրա, գիտական քարտեզի հիման վրա։ Մենք շատ բարձր ենք գնահատում մեր պատմական նյութական ժառանգությունը եւ իդեպ այսպես նշեմ, որ մենք ունենք անսպառ նյութական ժառանգություն եւ ի տարբերություն այն բնական ռեսուրսների, որոնք սպառվում են, պատմական ժառանգությունը, պատմական ոչ նյութական ժառանգությունն անսպառ է, այն պետք է պարզապես հարստացնել, վերհանել ու հարստացնել։ Եվ այդ ավանդույթները, այդ խաղիկները, այդ ավանդական ծիսակատարությունները եւ այլն մենք գրի առանք, հասկացանք, թե որն է ավելի ժամանակակից շեշտադրումներով կարելի է ներկայացնել հանրությանը եւ մենք կարծես ռեկոնստրուկցիա ենք անում այդ ողջ ժառանգությունը։ Այս ընթացքում այս դասընթացները միտված են նրան, որ կապանը պատրաստ լինի, ենթակառուցվածքները պատրաստ լինեն ընդունել զբոսաշրջիկների։ Ի տարբերություն այլ PR արշավների, երբ դու անում ես մեծ ծավալուն PR արշավ եւ այցելուն գալիս է մեծ սպասումներով եւ բախվում է իրականությանը, երբ կան ենթակառուցվածքային թերություններ, երբ սպասարկման ոլորտը պատրաստ չէ քեզ ընդունել, մենք այլ կերպ ենք շարժվում, մենք զուգահեռաբար նաև իրականացնում ենք այդ ենթակառուցվածքների նախապատրաստում։ Դրա համար ես օգտագործելով ձեր հարթակը եւս հորդորում եմ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր զբաղվում են հոռեկա ոլորտի զարգացմամբ կամ այն մարդիկ, ովքեր աշխատում են հոռեկա ոլորտում, հետաքրքրված են այս ոլորտում, բաց չթողնեն հնարավորությունը, գրանցվեն, գրանցումը բաց է, մեր էջերում կարող են գտնել եւ մասնակցեն այս դասընթացներին, որովհետեւ այս դասընթացները 1-2 աստիճան բարձրացնելու են որակը եւ հնարավորություն են տալիս, որպեսզի անձնակազմը եւս մասնակցի
տեսնի իր բացերը եւ հնարավորություն ունենա զարգանա։ Քանի որ մեր թիմի ներկայացուցիչների մոտ էլ հարց առաջացավ եւ վստահ եմ հիմա հեռուստադիտողների մոտ էլ հարց կառաջանա, ինչպես գալ մայրաքաղաքից Կապան եւ բացի այդ, քանի որ գաստրոքեմփը ունի նաեւ Արի Կապան խորագիրը, կա, գիտեմ, բավականին հեշտացված տարբերակ հիմա, կխնդրեմ ասեք, երբ, որտեղից, ինչպես կարող են մարդիկ մայրաքաղաքից հասնել Կապան։ Երկու տարբերակ կա մեքենայով եւ ինքնաթիռով։ Ուրախ եմ տեղեկացնել, որ մենք վերջին անգամ երբ եկանք, դեռ ինքնաթիռով չվերթների շաբաթական 3 անգամ էին։ Արդեն բոլոր աշխատանքային օրերին Կապան թռիչքներ կան եւ վերադարձ կա։ Այնպես որ ամեն օր բոլոր աշխատանքային օրերին ինքնաթիռով կարելի է գալ Կապան Զվարթնոց օդանավակայանից։ Շատ հարմարավետ է, կարճ է եւ ընդամենը 45 րոպեում վայելելով հոյակապ տեսարաններ կարելի է հասնել Կապան։ Եվ երկրորդը իհարկե մեքենայով։ Այս ընթացքում, այս գիտաժողովի ընթացքում մեր մասնագետները նույնիսկ դա են հաշվի առել։ Այսինքն մենք վերհանել ենք այդ ճանապարհը դեպի Կապան հասնող ճանապարհը, ինչպես դարձնել հետաքրքիր, որոնք են կանգառները, այնպես անել, որ զբոսաշրջիկը կամ մարդը Հայաստանի քաղաքացին, ով իր ընտանիքով գալիս է Կապան, չձանձրանա։ Այո, ճանապարհին այդ կանգնելը կա, մի հատ այնպես բնությունով հիանանք, մի բան, մի հատ սուրճ խմենք եւ այլն։ Հստակ կետեր կան, որտեղ մենք քարտեզագրել ենք եւ մենք խորհուրդ ենք տալիս կանգ առնել, վայելել այդ տեսարանները։ Դե հիշեցնենք, որ ավարտը, այսինքն մեծ ընթրիքը լինել է հունիսի 15-ին, ճիշտ եմ չէ՞ ասում, հենց Կապանում բնության գրկում, երևի թե, եւ վայելելով այդ շքեղ սյունած լեռները եւ բնությունը միանշանակ պետք է ներկա գտնվել այդ ընթրիքին, հետաքրքիր է լինելու։ Քանի որ դուք ձեր ամբողջ նախաձեռնությամբ փորձեցիք էմոցիաներ տալ բոլորիս, մենք էլ միշտ մեր հյուրերին տալիս ենք պատասխան էմոցիաները, արև բացիկներն են իմ ձեռքում, որտեղ հայտնի երգերից ֆրազներ են, որոնք տալիս են միմյանց այդ կարևոր զգացողությունները։ Ձեզ ուզում եմ նվիրել բացիկներ, որոնք ներառում են երկու երգ, հա, մեկը Հայկոյի երգն է, ես քեզ սիրահարվել եմ ինչքան հոգիս ուժ ունի սիրելիս, մյուսը Սիրուշոյի երգից է, քեզ երկինքը հաստատ ինձ համար է հորինել։ Սա նվիրեք ձեզ համար շատ կարևոր ու սիրելի մարդկանց, որպեսզի հենց այս տրամադրությունը փոխանցեք։ Եվ համոզված եմ, որ այս տրամադրությունը նաև կա Կապանում այս ընթացքում եւ իհարկե նաև այդ կարևոր հետաքրքիր օրը նույնպես։ Կապանը բոլորին պատրաստ է ընդունել։ Հրաշալի։ Մենք մաղթում ենք, որպեսզի վերջնական եզրափակիչ փուլը եւս շատ մեծ հաջողություններով լինի, ինչպես ամբողջ ընթացքը եւ հաճելի բոլորի համար։ Աշխատենք ներկա գտնվել։ Այո, կսպասենք։ Սիրով։ Շնորհակալություն։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամ փոփենք այսօրվա առավոտը։ Այո։